Շնորհակալ եմ ձեզնից բոլորից, որ այսօր բոլորս իրար հետ հավաքվել ենք այստեղ ու ներկայացնում ենք փոփոխության կամին Հայաստանում։ Հայաստանին փոփոխություն է պետք։ Հայաստանը նույն ձև շարունակել են չի կարող։ Այսօր այցելում էին Կարմավիրի գյուղերը։ Երբ դալարի հասանք երրորդ գյուղը, ուզում էի հասկանալ գյուղատնտեսական ինչ միջոցառում, ինչ պրոյեկտ անենք, ոնց անենք, որ մարդիկ լավ ապրեն, մինչև հետ էլ ուսումնասիրել էի այդ գյուղը։ Բայց մի բան նայեցի, տեսա մի հատ կրպակա, ուտից ջուր են վերցնում, առնում։ Ասեցի, բա ջուրը ինչու են առնում, տանը չկա, ասում են, չէ, գյուղում ջուր չկա խմելու։ Ժողովուրդ, մենք այնքան քիչ սպասելիք ենք ունեցել մեր Հայաստանի Հանրապետությունից, այնքան քիչ բան ենք ուզել մեր երկրից, որ սովորական ջուր չունենալով հարմարվել ենք։ Ոնց կարելի առանց ջուր հարմարվել։ Մեր երկրի ղեկավարները շատ իդեալական մի հատ ազգի են կառավարում։ Ջուր չես տալի յոլա է գնում, բանակ ես տանում, միջոց չես տալի, որ ամսեկան, աշխատավարձ, զորակոչված զինվորին չես տալի յոլա է գնում։ Կրիվալինում ասում ես տնից վերցնու բրոնիժլետը դու գնա։ Էսի, էլ անում դնելու ժողովուրդ չի ես մեր ժողովուրդը։ Իդեալական ժողովուրդ է։ Իշխանը կարա իր համար, երկրի ղեկավարը կարա իր համար քեֆ վերանի սաղուրը, հենց կրիվ լինի ասի բրոնիժլետ վերցնու գնա։ Ջուրը չկա գնա առ։ Երբ որ ասում են հայերը բարդ են, հայերը շատ պարզ են, հեշտ են, ուղիղ են, յոլա են գրում ես մեր մարդիկ։ Բայց յոլա գնալու բան չկա ժողովուրդ։ Արմավիրը այս ամբողջ տարածաշրջանում ամենաբերի տեղն է։ Ես այսօր տեսա աղքատ մարդիկ իրապես, ում չէր հետաքրքրում իրանց աղքատությունը, ում հետաքրքրում էր հայրենիքի խնդիրը, բայց ինձ հետաքրքրում էր իրանց կյանքի որակը։ Ինձ հետաքրքրում է, որ իրանք տանը միջոցների խնդիր չունենան, որովհետև անսպասելի էր այս ամեն ինչը։ Ազնիվ լինեմ, մեր ժողովուրդը շատ քիչ բան է ստացել այս ամբողջ պատմության ընթացքում։ Ու ոնց որ յոլա է գնացել ասելա մինչև այս բան, հալալա իրանք, բայց էսի պետք է փոխեն ժողովուրդ։ 18 թվականին հեղափոխություն էին անում, բայց էդի քաղաքական հեղափոխություն էր։ Էդի մտքի հեղափոխություն չեղավ, իրական հեղափոխություն չեղավ ողի վրա։ Եղավ դեմքեր եկան, մի քիչ շատ սելֆի անող, մի քիչ ավելի ուրիշ ստիլի, բայց որակը երկրի չի փոխվում։ Քաղաքները մտնում ես հին քաղաքներն են մեր։ Երկու հատ ասֆալտը չի մեր մաքսիմումը, խմելու ջուրը չի մեր մաքսիմումը, ժողովուրդ։ Մենք աշխարհում կարանք ջուր տանք այս աշխարհում ամեն ինչ։ Հիմա կասեք, կարող է դա մեր մաքսիմումը։ Պատկերացրեք հայ մարդ Հայաստանից դուրս է գալիս, տարբեր ազգերի մեջ, 150 միլիոնանոց ուրիշ ազգերի մեջ, ստեղծում ամենամեծ ընկերությունը, մենակով, իր հայրենակիցների հետ, եթե 30,000 հայ ստեղծել են ԱՊՀ-ի ամենամեծ ընկերությունները, ինչ կանեն այդ հայերը ստեղ, ինչ կանի հայը, եթե կենտրոնացված աշխատի, մեր երկրին, ժողովուրդ, պետք է նոր առաջնորդ, որը կբերի իրական հեղափոխություն, մոտեցումների հեղափոխություն։ Հեղափոխություն պետական կառավարման մեջ, որպեսզի ջուրը չլինի մեր խնդիրը, ասֆալտը չլինի մեր խնդիրը, լինի աշխատատեղը, աշխատավարձը, ավելի բարձր աշխատավարձը, ավելի լավ որակով, տները, բազմազավակ ընտանիքներին, ուսուցիչներին ամեն տարի բարձրացնող աշխատավարձերը, ուր ենք հասել, որ 20,000 դրամը մեծ բան է դառել։ Ուր ենք հասել, երբ որ 10,000 դրամ թոշակը մեր թոշակառուների համար կարող է լինել հին, որ երկրում, երկրի 1/3-ը հանձնած մարդուն էլի ընտրել։ Աղքատությունն է մեր խնդիրը, աղքատությունը ու դա ախտարելու համար։ Սամվել Կարապետյանն այն մարդը, որ եկել է, քաղաքական գործիչ չի, իր խոսույթից էլ եք տեսնում, մարդը քաղաքական գործիչ չի,
Քաղաքական գործիչները սիրուն ամեն ինչի տակից դուրս են գալի, ինքը կարճ է խոսում, ինքը քիչ է խոսում, գիտեք չի, որտեղ ինչ խոսում է պետք է դրան տեր լինի, քաղաքական գործիչները տեր չեն լինում։ Հավատացեք ավելի լավ Հայաստանի, հավատացեք, որ հեղափոխությունը, իրական հեղափոխությունը, էդի մոտեցումների հեղափոխությունը, երբ որ պետությունը նենց միջոցներ է սկսելու դնել համայնքներում, որ մինչև հիմա մենք չենք երազել, մենք հասել ենք նենց բաների, որոնց մենք երբեք չենք երազել, և հիմա Հայաստանը հասնելու է նենց բաների, որի մասին չի երազել, խնդրում եմ, իմ հայրենակիցներ, հավատացեք, ոչ ջուրը չի մեր խնդիրը լինելու, ասֆալտը չի խնդիրը լինելու, զարգացած երկիրն է լինելու, արաբական անապատներում բեդվինները աշխարհի ամենահարուստ քաղաքն են սարքել, այս ամենաբերի հողերի վրա, մեր պես խելացի ազգը ոնց չի կարա ամենաուժեղ երկիրը սարքի, իրար հետ, հայերի կողքի, մեր եղբայրները, գիտեմ, որ մարզում մեր եզրի եղբայրներից է շատ կա, կողքի մենք իրար հետ ճանապարհ ենք անցել, կռիվների մեջով ենք անցել, ճնշումների մեջով, դուք էլ գիտեք իրանց գադերը, դուք էլ գիտեք ով է մեր հակառակորդը, որտեղ ինքը ոնց որ մեզ է վերաբերվել, տարբերություն չի դրել, իրար հետ, կկառուցենք ուժեղ Հայաստան, ուժեղ երկիր, որ այս փոքր բաներով մեջ կարողանան խաբել, որ հասնենք նրան ինչի մասին չենք երազել երբեք, ու այդ դրան հասնելու ենք, որովհետև մի քանի անգամ Սամվել Կարապետյանը մեզ հասցրել է այնտեղ, որի մասին չենք երազել, հասցրել է, կառուցել է ամենամեծ ընկերությունը, հիմա կառուցելու է ամենաբարեկեցիկ հանրապետությունը, Հայաստանի